Այսօր շարունակելու ենք խոսել հասունության լիարժեքության մասին, հենվելու ենք կողոսացիներից, բայց գնալու ենք ավելի խորը եփեսացիներում։ Դա համար հիշում եք այդ կոնտրաստը կողոսացիների մանկական կարգավիճակը, եփեսացիների ավելի հոգևոր հասուն վիճակը եւ այդ կոնտրաստի մեջ տեսնում ենք թե Աստված մեզ որտեղից ուր է տանում, հա։ Առաջինը տեսանք որ կողոսացիների հիմնական շեշտը դա Քրիստոսին ճանաչելն է, Քրիստոսի մեջ գտնվելն է, չէ՞, վստահությունը, ապահովությունը, հավատքը, արդարությունը, սրբությունը, ամեն ինչ Հիսուսի մեջ ու Հիսուսի միջոցով տեսնելն է։ Դրանից հետո տեսնում ենք շարունակություն արդեն Եփեսացիների նամակում գրված Սուրբ Հոգու մասին, պարգևների մասին, օրհնությունների մասին, հա, չգիտեմ, ծառայությունների մասին, կոչումների մասին, սատանայի մասին, հոգևոր պատերազմի մասին եւ այլն։ Առաջի Կողոսացիներում ասում է Քրիստոսի խոսքը ձեր մեջ առատ լինի, հիշում եք, ամեն իմաստությունով իրար խրատելու խոսքը առատ լինի։ Եփեսացիներում ասում է հոգով լցվեք, որ Տիրոջ կամքը ճանաչեք։ Իսկ մինչև չիմանաս Քրիստոսի խոսքը, հոգով լցվել եւ Տիրոջ կամքը չես հայտնաբերի։ Հա, հիմա այդ ճանապարհի մեջ նաեւ մի հատ հետաքրիր տեղ կա, որը կարծում եմ այսօրվա նաեւ եկեղեցու մեծատար եկեղեցու, խոշոր եկեղեցու խնդիրներից մեկն է, ու մեզ էլ որպես տեղական եկեղեցի կարևոր է այս ճանապարհի մեջ հասունության, մենք արդեն 25 տարեկան եկեղեցի ենք, Ռեման որպես Ռեմա գոյություն ունեցող 2000 թվականից, բավականին արդեն 25 տարեկան այդ լուրջ, ով է մեր մեջ 25 տարեկան ունենք, երիտասարդ, ովքեր են 25 տարեկան, Նարդու, դու Հիսուսի մեջ ես 25 տարեկան, չէ, դու ռեալ 25 տարեկանով ունենք, ինչքան? 24 համարյա նատա դու 25 ես 15 Ոშեմ հա եթե արամազդին խառնենք նատայի հետ կիսենք կստանանք 25 Ռուց չափաս արդեն չեն նորմալ արդեն պետք է այտենց հարցեր լուծող անձնավորություն ունի 25 տարեկանը, կարծում եմ եկեղեցին էլ Ռեման հասունացման այդ կարևոր փուլում է, ու մեզ կարևոր է այդ դասը հասկանալ։ Պիտի ընթերցեմ երկու հատված, մեկը Կողոսացիներից, մյուսը Եփեսացիներից։ Այդ սկզբում Կողոսացիների առաջի գլխում Սկսենք 4-րդ խոսքից մինչև 6-րդ խոսքը։ Լսելով ձեր հավատքը, որ Քրիստոս Հիսուսի վրա, եւ այն սերը, որ բոլոր սուրբերի վրա ունեք, այն հույսի համար, որ երկնքում պահված է ձեզ, որի մասին սկզբից լսեցիք ավետարանի ճշմարտության խոսքովը, որ ձեզ հասավ, ինչպես բոլոր աշխարհն էլ, եւ պտղաբեր լինելով աճում է կամ բազմանում է։ Ինչպես ձեր մեջ էլ այն օրվանից, որ դուք լսեցիք եւ ճանաչեցիք Աստծո շնորհքը ճշմարտությունով։ Նկատել ենք ընդհանրապես Կողոսացիների նամակի լեզուն շատ կծկտուր լեզու է ավելի։ Գնում ենք Եփեսացիների շատ ճոխ, sense փիլիսոփայական, չես բացված։ Ճիշտ ոնց որ երբ որ դու երեխայի հետ ես խոսում, շատ պարզ ես խոսում, չէ՞։ Երեխայի հետ չես օգտագործում շատ բարդ բառեր, բառակապակցություններ, ստորադասական նախադասություններ, չէ՞։ Դու խոսում ես շատ պարզ, կարճ, քիչ բառապաշարով։ Կողոսացիների նամակը ճիշտ այդպես է։ Կարճ արտահայտություններ, քիչ բառապաշարով, պարզ, որտեղ Պողոսը խոսում է Քրիստոսի մեջ մանուկների։ Եվ որ կարդում ենք Եփեսացիների մեջ նույն մտքերը, Պողոսը շատ ավելի բաց, ավելի խորը, ավելի այնց ընդարձակ ձևի է ներկայացնում։ Բայց տեսնելով տարբերությունը հասկանում ենք ճանապարհը որտեղից ուր պիտի գնանք։ Կարևոր բանը որ այս հատվածում սա ողջույնի առաջին մասն է, ոնց որ Պողոսը իր նամակներում այս մի փոքրիկ մաս ուներ բարևից հետո, որը կարծես ներածականն է, թե ինչի մասն է խոսելու ինքը։ Օրինակ, երբ որ դուք ինչ որ անծանոթ գիրք եք վերցնում, վերնագիրը ասենք ձեր դուրն եկել է, գիրք եք վերցնում,
ամբողջ գիրքը չեք կարդում մի անգամից։ Մի հատ բացում եք ցանկը, չէ՞, նայում եք ցանկում, չէ, ինչ վերնագրեր կան, գլուխները, չէ, կամ դա որոշակի պատկերացում է տալիս, չէ, գիրքը ինչի մասին է լինելու։ Այդպես չեք անում, մենակ ես եմ տենց անում։ Նորմալ խելացի բոլոր մարդիկ գրքին ծանոթանում են ցանկով։ Okay, համար, всё։ Սա ձեզ գաղտնիք, եթե չգիտեք գրքերին ոնց ծանոթանաք։ Հիմա այդ հատվածները դրանք ճիշտը ցանկն են, այն ինչը Պողոս ասում է, ես սրա մասին եմ խոսելու։ Այսինքն Պողոս խոսում է աճի մասին եւ շնորհքը ճշմարտապես ճանաչելու մասին, որ ասում է լսեցիք եւ ճանաչեցիք Աստծո շնորհքը ճշմարտությունով, որովհետեւ հետո պետք է ասի մեկը ձեզ չխափի սենց չմոլորեցնե, որովհետեւ դրանք բոլորը շնորհքից չեն։ Կարելի է շնորհքը ճիշտ ճանաչել եւ կարող է սխալ ճանաչել։ Սխալ ճանաչելը շնորհքի կարող է շատ վատ հետևանք ունենալ, ինչը տեսնում ենք այսօրվա մեր իրականության մեջ։ Հետաքրքիր պատմություն կա։ 1941-ից 1541-ից կներեք 1542 թվականները Ֆրանցիսկո Արիանա անունով մի իսպանացի, քանի որ արդեն ամերիկաները հայտնաբերվել էին ու մեծ քանակությամբ նոր աշխարհ էքսպեդիցիաներ էին կատարվում, բացահայտելու անընդհատ ինչ-որ նոր տարածքներ էին հայտնաբերում, այս Ֆրանցիսկոն 2 տարվա ընթացքում ողջ Ամազոն գետի հունով բարձրացավ եւ դիտարկումներ արեց, դիտարկումներում նկարագրում է, որ ինքը հանդիպել է քաղաքների հազարավոր, տասնյակ հազարավոր բնակչությամբ, հա, մեծ, իսկ բոլորը իրար հետ երբ որ հաշվում էին իր ուսումնասիրությունը, մի քանի միլիոն բնակչություն կար Ամազոնիայում, զարգացած քաղաքներով։ Ընդամենը 100 տարի հետո մեկ այլ էքսպեդիցիա կամ հայերենոց էր արշավախումբ, հա, մեկ այլ արշավախումբ է գնում նույն Ամազոնիա, ոչինչ չեն հայտնաբերում ու ասում են որ երևի այս Ֆրանցիսկոն հորինել է ամեն ինչ։ Ընդամենը վերջերս հատուկ տապոգրաֆիկ սկզբունքներ օգտագործելով հայտնաբերել են այդ քաղաքները։ Քաղաքներ, որոնք ծաղկել են 100-ամյակներ, ընդամենը 100 տարվա ընթացքում գուցե ավելի շուտ ոչնչացել են։ Գիտեք ինչի պատճառով։ Պարզվում է ընդամենը ծաղիկ հիվանդության պատճառով, որոնց այդ նույն եվրոպացիները բերեցին այդ տեղաբնակների մեջ ու քանի որ տեղի այդ ամազոնցիք չունեին իմունիտետ այդ ծաղիկի հանդեպ, ամբողջ այդ բնակչությունը վերացավ։ Ինքը շատ վտանգավոր հիվանդություն է, որովհետև ինքը տարածում է սկզբից առանց սիմպտոմներ ցույց տալու։ Երբ որ մարդը արդեն գիտի, որ ինքը հիվանդ է, ինքը շատերին արդեն վարակել է։ Խնդիրն ինչումն է, որ այս ծաղիկը շատ նման է այսօրվա կեղծ ավետարանին։ Մեկը եթե վարակվում է կեղծ ավետարանով, հələ խաբար չի, որ ինքը վարակված, այլ կարող է շատերին էլ վարակվի, հովիվներ լինեն իրան, քարոզիչներ լինեն, ծառայեն, բլոգերներ լինեն, YouTube-ով, չգիտեմ ինչով։ Պողոսը հատուկ շեշտում է, ճանաչեցիք Աստծո շնորհքը ճշմարտությունով, որտեղ եթե ճշմարտությունով չի ճանաչում, ճիշտ ոնց որ ֆիզիկական այդ հիվանդությունը ավիրեց ամբողջ քաղաքակրթությունները, նույն ձևի հոգևոր ծաղիկները, այդպես ասած, հիվանդությունները ճշմարտության չճանաչման պատճառով կարող են բավականին վնաս հասցնել ու ինչու տեսնում ենք այսօր իրականում։ Այս նայում ենք հայտնի, չգիտեմ, անունով մարդիկ քարոզում են ու ասում են մարդու ասածը կապ չունի ավետարանի հետ։ Բացարձակ Հիսուսի ավետարանի հետ կապ չունի։ Ինքը սիրուն է հնչում, չգիտես կարծես հոգևոր է հնչում, բայց իրականում ավետարանի հետ կապ չունի, ինքը շատ վտանգավոր է, որովհետև իր հետևանքը մահ լինելու։ Հեռացումը, օտարացումը, մարդկային փառքը, մարդկային արդարությունը, մարդկային շնչավորությունը եւ ոչ թե Աստված։ Հոգևոր պատերազմը իրականում ճշմարտության պատերազմն է նախ։ Բայց գիտեմ մենք հոգևոր պատերազմը այդ շո մեկից դև քշելն է, չգիտեմ շո տարածքներից, հոգևոր պատերազմը նախ եւ առաջ ճշմարտության պատերազմն է։ Աստված խնդիր չունի սատանայի հետ իրան քշելու իմաստով, ասած խնդիր ունի մարդկանց մտքերում ու սրտերում ճշմարտությունը ընդունելու իմաստով։ Դա համար կարևոր է ճանաչել ճշմարտությունը, ճանաչել շնորհքը Աստծո ճշմարտությունով։ Ու որտեվ եթե կա ճշմարտության ճանաչումը,
Պողոս այստեղ ասում է, որ այդ ավետարան, այդ ճշմարտության շնորհքի ավետարանը, ինչ է անում, ամբողջ աշխարհում տարածվում է եւ պտղապեր է լինում եւ աճում է։ Ավետարանի արդյունքը ինչն է, պտղաբերությունն ու աճն է, զարգացումն է, որտեղ Աստված պատվիրել է բազմացումը։ Հիշում եք առաջի պատվերը, որ տվեց Աստված մարդուն, որն էր Ադամին եւ Եվային, աճեցեք, շատացեք, երկրի լցեք, բազմացումն էր պատվերը, չէ՞։ Սուրբ մնալը չէր, չասեց սուրբ եղեք, ինչպես ես սուրբ եմ, ասեց աճեցեք, շատացեք, երկրի լցրեք, որտեղ իրանք արդեն սուրբ էին իր նման։ Աստծո տեսլականը բազմացումն ու շատացումն է, բայց Աստված ոչ միայն պատվիրել է բազմացում, կարծում եմ Աստված ապահովել ամեն ինչ բազմացման համարել, հա։ Ճիշտ է, մենք Աստծո բոլոր պատվիրաններից մենակ բազմացումն ենք լավ կատարել, այսօր քանի միլիարդ մարդ կա երկրում, մնացած ամեն ինչը խանդել ենք, խախտել ենք, բազմացումը լավ կատարում ենք։ Ինչու՞ որտեվ Աստված ոչ միայն պատվիրում է, այլ ինչ որ ինքը պատվիրում է, ինքը ապահովում է դրա կատարումը։ Եվ որ Հիսուսը հարությունից հետո ասեց գնացեք, ավետարանը քարոզեք բոլոր ստեղծվածներին, չէ, ազգերին աշակերտեցեք։ Դա բազմացման շարունակություն է։ Իդեպ մի բան չասեց, ինչը զարմացրեց իրանց, չասեցին, «Ինչ նոր բան ես ասում, Տեր, չենք մտածել դրա մասին»։ Այդ մի բան էր, որ արդեն իրենք տեսնում էին։ Հիսուսը ընտրեց մի քանի աշակերտ, հետո 12, հետո 70, հետո 500, չէ՞։ Ուսուցիչ աճում էր։ Ու հետո էլ ասեց գնացեք աշխարհը ազգերին ավետարանեք։ Այսինքն այն ինչ որ Հիսուսը սկսեց, իրանք տեսնում էին, որ դա այդ զարգացող իրականությունն է։ Ու Հիսուսի առակներն էլ, չէ, սերմնացանի առակը, պտուղ բերելու, շատանալու առակ էր։ Որը թագավորությունը բազմացման թագավորությունը։ Աստված գործում է միակ մի ձևով, բազմացնելով։ Եվ որ ստեղծեց աշխարհը, կյանքը, կենթանական աշխարհը, բուսական աշխարհը, ամեն ինչ բազմացման սկզբունք ունի իր մեջ։ Մի զույգ մկները մի քանի տարվա մեջ կարող են ամբողջ քաղաքը լցնել մկներով կամ առնետները։ Դա բազմացման շնորհքն է։ Ճիշտ է, վատ բան է բազմանում, բայց բազմանում է ընդհանրապես։ Հա, Աստծո ստեղծած արչագործությունը, սկզբունքը, բազմացման սկզբունքը։ Ու եթե մի բան չի բազմանում, պետք է մտածել ինչու։ Որովհետև թե Աստված ներկա է, Աստծո ներկայությունը բազմացում է բերում։ Կարծում ենք Գործք առաքելոցում, առաջի դարի եկեղեցում, եւ Աստված ինչ էր անում, ամեն օր ավելացնում էր փրկվողներին եկեղեցուն, հա։ Բազմանում էին, Պենտեկոստեին Պետրոսը մի 3 րոպեանոց քարոզ տվեց, 3000 հոգի ապաշխարեցին, Պետրոսը ապաշխարեցրեց, իր քարոզը այդքան ուժեղ էր, այդքան իմաստուն էր, այդքան հոգևոր էր, Աստված էր անում։ Ամեն։ Թողների ինձ Պետրոս եղբայր, այո, Պետրոս ջան քարոզոտ հոգևորը ամեն ինչ լավ է, բայց ի վերջո Աստված էր հեղինակը այդ բազմացմանը։ Եթե Աստված ներկա է, բազմացումը ակնկալված է։ Ու մտածելակերպ Աստծո գործելակերպի պիտի լինի բազմացման մտածելակերպ։ Բազմացնել աշակերտներին, բազմացնել ծառայությունները, բազմացնել եկեղեցիները։ Եթե չկա բազմացման մտածելակերպ, մի բան սխալ է։ Պողոս Մավետարանը ամբողջ աշխարհում աճում է, պտուղ է բերում, զարգանում է։ Ու ես ու դու ամեն մեկս մեր տեղում պետք է հարց տանք. ես ինչպես եմ բազմանում, ուր է իմ բազմացումը։ Եթե Աստված պատվիրել է աճեցեք, շատացեք, երկիր լցրեք, հա, կամ ավետարանեք, բազմացեք, այդ բազմացման դու կարող ես անձամբ չես բազմանում հոգևոր իմաստով, բայց process-ի մաս ես, հա, ու դա լինում է դիտավորյալ, նպատական մղված։ Բազմացումը երբեք չի լինում ինստինկտյան, առանց ամեն ինչ կատարվում է կյանքում օրենքների միջոցով, հա։ Բույսերը, կենդանիները բազմանում են, որտեղ Աստված որոշակի օրենքներ ա դրել իրancs մեջ։ Մարդիկս միակն ենք, ում բազմացումը դիտավորության հետևանք է։ Ուզում եմ մտածենք միասին։ Ինչքանով ավետարանը բազմանում մեր միջոցով։ Ինչ ձևով է բազմանում։ Ձևերը կարող են տարբեր լինել։ Մեկը կարող է շատ լավ է անմիջական, անհատական ավետարանելով։ Մեկը կարող է շատ լավ է ինչ-որ սիրո գործեր ցույց տալով։ Վատ է խոսում, ու ոչ թե խոսել չգիտի, այլ մարդիկան դժվար են կիսվում հավատքի մասին իրենց։
բայց իրենց հավատքը կիսում են բարի գործելով, ինչ որ օգնելով, սիրելով, շնորհք անելով։ Մյուսը երկուսից էլ լավ է, համ լավ անում է, համ լավ խոսում է։ Այն մյուսը ոչ խոսում է, ոչ անում է։ Հարցը ինչու՞մ է։ Հարցն անում է կարիք ամեն մեկս մի հատ, թե մենք որպես համայնք, թե ամեն մեկս անհատապես մի հատ վերանայենք մեզ։ Ուր ավետարանի են բազմացումը, որ Պողոս ասում է։ Եթե աշխարհում բազմանում է, պտուղ է բերում, որքան առավել իմ կյանքում, իմ ծառայության մեջ, հա։ Իմ աղոթքները կան բազմացման մասին է։ Որ ես աղոթում եմ, որ Տեր, ուզում եմ նոր սերունդ տեսնեմ հոգևոր, ուզում եմ նոր մարդիկ տեսնեմ փրկվող։ Ուզում եմ ես հարևանս ապաշխարի, այն խանութ բանը ապաշխարի, այն պարտքս, որ պետք է տա չի տալիս ապաշխարի, որ գոնե հանդիմանես, գոնե պարտքս վերադա։ Չգիտեմ։ Աղոթում ենք բազմացման համար։ Թե մեր աղոթքների հիմնական շեշտը Տեր տուրես, օգնիրես, արա այն, բեր, տար, չգիտեմ։ Աստված բազմացման տեսիլք ունի աշխարհի համար, ուզում է որ իր եկեղեցին էլ, իր հավատացողներն էլ, նայելով Աստծուն, նայելով աշխարհին, մի բան ուզեն, բազմացում ավետարանի ու շատացումը։ Ինչն է շատանում է դեպքում նաև։ Okay, բազմացումը սկզբունք է, մեր աղոթներում, մեր գործելակերպում, նպատակների մեջ պիտի լինի բազմացումը, ավելացումը, շատացումը, պտղաբերությունը։ Հա, որտեղ եթե ծառը պտուղ չի բերում, բայց ինքը պտղատու է, սա անիմաստ է, չէ՞, իր ասում են պտուղ չի բերում, Հիսուս ասեց այդ առակում, այս թզենին ասեց պտուղ չի բերում, կտրեք իրան։ Ու ասեց Տեր թույլ տուր մի տարի էլ փորձենք, գուցե պտուղ տա։ Որովհետև պտուղ չի տալիս, այսինքն այդ բազմացման process-ի մեջ չի, արդյոք ինքը այն ինչ որ պիտի լինի։ Բազմացումը հետաքրքիր բան ունի իր մեջ։ Ինչն է բազմանում։ Ոչ միայն մարդը կամ ծառայությունը, իրականում երևույթն է բազմանում։ Ինչ երևույթի մասն է խոսքը։ Պողոս դրա մասին ասում է հենց Կողոսացիների սկզբում, լսելով ձեր հավատքը, որ Քրիստոս Հիսուսի վրա ունեք, սերը բոլոր սուրբերի վրա, այն հույսի համար ու երկնքում պահվածած ես համար։ Երեք բան է ասում։ Ես հավատում եմ, այս երեքը հենց այդ նաև վերստին ծննդի նկարագիրն են։ Սա այն է, ինչ Աստված փնտրում է բազմացնել, շատացնել։ Դա ոչ թե ուղղակի դալիճը լիքը մարդկանցով են, ովքեր ուղղակի ալելույա են գոռում, բայց այս որակները, այս իրականությունները չունեն իրանց կյանքում։ Բազմանում են այս, որտեղ ավետարանը այս երեք բաներն են. հավատքը Տերուսի վրա, իր արած գործի վրա, խաչի վրա կատարած ամբողջական, լիարժեք, տոտալ ներման եւ ազատագրման, խաչի վրա լուծվելա մեր բոլոր հարցերը Հիսուսի այրունով։ Հավատքը Հիսուսի վրա նշանակում է հավատք ամբողջական ներման վրա, կատարյալ ներման վրա, ու որով ազատ գալիս ենք Աստծո առաջ, որովհետև ներված ենք այդ արյան միջոցով։ Ոչ թե որ ես ինձ լավ եմ պահել, աշխատել եմ, չեմ մեղանչել, սուտ չեմ խոսել, ոչ մեկին թարջ չեմ նայել, չգիտեմ, պորնոգրաֆիկ էջեր չեմ մտել, դրա համար կարամ աղոթեմ առանց խշմտանքի։ Եթե դու տենց ես, դու օրենքի տակ ես։ Եվ ես գալիս եմ իմ հոր առաջ, գալիս եմ, որտեղ այրուն կա իմ ու իր արանքում, ոչ թե իմ լավ գործերն են ինձ իրավունք տվել գալու իր առաջ։ Ես կարող եմ հակառակը, այդ օրը սխալվել եմ, չգիտեմ, սուտ եմ խոսել, մեղանչել եմ, ավելի շուտ գամ իր մոտ, ավելի շատ գամ, ավելի ուժեղ գամ, ավելի մղված գամ, ոչ թե ավելի ինձ հեռու պահեմ։ Որովհետև եթե ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին կամ Քրիստոս Հիսուսին Պողոսի դրած ձևով, հա, որովհետև շատ Հիսուսներ կային եւ շատ Քրիստոսներ կային, բայց Հիսուս Քրիստոսը Աստծո որդի փրկիչ Հիսուսն է, որ մահացավ մեր համար։ Հավատք Հիսուսի վրա նշանակում է հավատք իր կատարյալ գործի վրա։ Ու ես հարց եմ տալիս, որ հաղորդություն են անում, ասում են, եթե խշմտանք ունեք, մի մոտեցեք, եթե մեղք ունեք ձեր կյանքում, մի օգտվեք։ Հին ուխտ եք քարոզում։ Հակառակը, արի որ մաքրվես, արի որ այդ այրունը փոխի քեզ, արի որ այդ հաղորդ լինել Աստծո Սուրբին սրբի քեզ։ Բայց ինչ ենք անում, այսինքն մեր հաղորդվելը կապած է մեր կատարողականության վրա, ոչ թե իր կատարածի վրա։
Իմ կատարողականությունը սրբության երբեք բավարար չի լինի Աստծո համար, երբեք չի լինի, մոռացի։ Իր որդու կատարածն է բավարար իր համար, որով ինձ ընդունում է։ Իմ հավատքը, իմ վստահությունը Հիսուսի վրա, սա ինձ ընդունել դարձնում։ Հավատալ Հիսուսի վրա նշանակում է հավատալ իր կատարյալ գործին, հավատալ իր բարեխոսությանը այսօր, որ երկնքում բարեխոս կա իմ համար Հոր առաջ։ Ու ես համարձակորեն մոտենում եմ Հորը Հիսուսի շնորհիվ, Հիսուսի պատճառով, ոչ իմ, ոչ եկեղեցուս, ոչ հովվիս, Հիսուսիս։ Իմ ու Աստծո հարաբերությունը հաստատված է միայն ու միայն Հիսուսի հիման վրա, Հիսուսի գործի հիման վրա։ Բազմանալ, շատացնել, եթե սա չի բազմանում ու չի շատանում, ուրեմն ավետարանը չի բազմանում, շատանում։ Կարող են կրոնական իրականությունները, ծառայությունները, եկեղեցիները, քարոզչությունները, ամեն շատանա, բայց դրանք կրոնականն են եւ ոչ թե ավետարանը։ Ավետարանը ճշմարտությունով։ Հավատքը Քրիստոս Հիսուսի վրա։ Վերստին ծնված մարդու հիմնային նկարագիրը դա Հիսուսի ճանաչումն է։ Նկատել եք նրանք, ովքեր վերստին ծնունդ չունեն, Հիսուսի հանդեպ ընկալում էլ չունեն։ Ու նույնիսկ կարող է ինչ-որ հեգնական խոսք լինեն, հալավ 2000 տարի առաջ դա մեռավ ոնց կարող է հարություն առնել կամ ինչա երկնքում որտեղ այդքան թռնում են չեն տեսնում, չգիտես։ Եվ որ մարդը ծնվում է իրապես, Հիսուսը կենդանի է դառնում իր համար, հա, լիարժեք։ Չի տեսնում իրան, չի լսում տենց ֆիզիկապես, բայց ինքը ավելի ռեալ է, քան իր կողքի նստած անձնավորությունը։ Դա վերսին ծննդին նկարագիրն է։ Այս 3 հատկություններ իրականում, դա վերսին ծնունդն է։ Շատ անգամ ենք փորձել ենք նկարագիր տալ, ոնց տարբերենք վերստին ծնված մարդուն։ Ես ասում եմ վերստին ծնված մարդը նա է, ով իրապես կենթանի հավատք ունի Տեր Հիսուսին, իր անձի եւ իր արածի վրա, սեր ունի բոլոր սրբերի հանդեպ, երկրորդը դա է սերը սուրբերի հանդեպ, եւ հույս ունի հավիտենական կյանքի ժառանգությանը։ Եթե սրանք չկան, մարդը ծնունդ չունի վերստին։ Ու Պողոս շատ քիչ անդրադառնում, եթե ընդհանրապես անդրադառնում է վերստին ծնունդ արտահայտությանը։ Վերստին ծնունդը ավելի շատ տեսնում ենք Հովանեսի մոտ իր ավետարանում։ Պողոսի մոտ էական չի, գիտեք, այդ անունը ինչ է։ Պողոսը նկարագիր է տալիս։ Պողոսը չի ասի վերստին ծնված ես թե չէ, Պողոսը կարծի հավատում ես Տեր Հիսուսին, սիրում ես սուրբերին, հույս ունես հավիտենական կյանքի եւ երկնքի ժառանգությանը։ Եթե այո դու վերստին ծնված ես, էական չի դու անուն կդնեն ծնված ես թե չէ, էականը ինչպիսին ես դու, հա, թե չէ տիտրոսներ եւ ամեն կարելի է մարդկանց տալ, բայց որակը վերջո ով է, ինչ ունի, հա, ինչպիսին է, դա է էականը։ Երկրորդը սերն էր բոլոր սուրբերի հանդեպ։ Բոլոր սուրբերի հանդեպ եւ սերը, եւ ոչ թե բոլոր աշխարհի հանդեպ, նկատում եք, սուրբերի հանդեպ։ Այդ Աստվածը որ սիրեց աշխարհը այնպես մինչև իր վերացին որդին տվեց։ Մեզ ասել է որ դուք իրար սիրեք, ինձ լրի վերիկա։ Սովորեք հենց իրար սիրել, աշխարհին թողեք հետո։ Մենք այնքան սիրում ենք մեզ համար անհասանելի իրականությունների մասին խոսել ու դա որպես իրականություն ներկայացնել։ Բայց հենց հերթը գալիս է կոնկրետ ռեալ այն քրոջը, այն աղբորը, չգիտեմ, այն մյուսին, այդտեղ կարող է պատրվակներ գտնենք սիրելու, բայց ես սիրում եմ Աստծո ժողովրդին։ Այնքան ընդհանուր հեշտ է, սիրուն է հնչում։ Ես սիրում եմ եկեղեցին, ես սիրում եմ Աստծո սուրբերին, բայց ասենք Վարդուշ քրոջը չես կարողանում տանես։ Իրանց անեկդոտ կա, չգիտեմ լսել եք սովետական միության ժամանակ մի ժուրնալիստ բանի համար, Pravda թերթի համար ինտերվյու է վերցնում մի կոլխոզնիկից, հարցնում ասում է, եթե դու 2 միլիոն ռուբլի ունենայիր, 1 միլիոնը կտայիր պարտիային, կտայիր ժողովրդին, ով ասում է իհարկե կտայի, մեր պարտիային, մեր ժողովրդին անպայման կտայի, մեկը չէ, երկուսն էլ կտայի, ինչ ապրեք դուք, եթե 2 տուն ունենայիր, կտայիր մեկը պարտիային, որ ինչ-որ մի Անտոնի տանք, հա իհարկե կտայի, բաղաջեց,
Ինչ լավն եք դուք, ինչ արտաձեռ, իսկական կոմունիստ, իսկական սովետական մարդ։ Ես եթե երկու կով ունենակ, կտակ մեկը բարձային կոլխոզին, կոլխոզնիկը գլուխը կաղում է, լռում է, ասում է ինչ եղավ ձեզ, դե ասում է ճիշտ ասած երկու կով ունեմ։ Այն որ չունի հեշտ է տալեմ։ Դեր կտամ, բայց որ ռեալ է, անդան դժվար է։ Սերը բոլոր սուրբերի հանդեպ, ինչ է սա կարևոր սերը բոլոր սուրբերի հանդեպ, նախ որտև սերը կատարելության կապն է, սերը ծածկում է բազում հանցանքները, սերը չի թողելու, որ մենք թույլ տանք սատանային մեր մեջ բաժանում մտցնելու, մեր մարդկային տկարությունների սխալների պատճառով, Սեր Աստծո բնությունն է, եւ բոլորը պիտի ճանանիշ ճանաչում մենք Հիսուսի աշակերտներն ենք, եթե իրար հանդեպ սրտանց սեր ունենանք։ Սերը այն է, ինչը բնորոշում Աստծուն եւ ինչը երկնքից է Աստծուց տարածվում է, որտեղ Աստծո սերը մեր սրտերում տարածված է Սուրբ Հոգու ձեռքով։ Հռոմեացիների 8-րդ գլխում մի հատ հետաքրքիր հատված կա։ Կարող է առաջին հայացքից ինքը չվերաբերվի սիրուն, բայց իրականում հենց այդ սիրո նկարագիրն է։ Հռոմեացիների 8-ը ընդհանրապես գլուխգործոց հատված է Պողոսի աստվածաբանության, բայց նաև մեր աստվածաճանաչման առումով։ 16-ից 17-ը պիտի ընթերցեմ Հռոմեացիների 8-ի։ Նույն ինքը Սուրբ Հոգին վկայություն է տալիս մեր հոգին, թե մենք Աստծո որդիներն ենք, ու եթե որդիներ, ուրեմն ժառանգներ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի կարդում եք ձեր մոտ։ Հիմա ուշադիր, կարևոր մասը։ Եթե իր չարչարանքներին կցորդ լինենք, իր փառքին էլ հաղորդ կլինենք։ Հիմա հարց առաջանում։ Okay, մենք որդիներ ենք, ժառանգներ ենք, ժառանգակիցներ ենք, հա, հոգին մեզ վկայություն է տալիս, որ որդի ենք, ու որպես որդի մենք ժառանգություն ունենք, հալելույա, հրաշալի է, մի բան անհասկանալի։ Իր չարչարանքներին կցորդ լինենք։ Մի րոպե, ուզում եմ հասկանամ, Հիսուսը հիմա չարչարվում է։ Միթե ինքը երկնքում փառքի մեջ չի։ Միթե ինքը չչարչարվեց անցյալում խաչի վրա, հա, չգիտեմ, դժոխքում 3 օր ու հարությունով պրծավ իր չարչարանքը, չէ՞, պետք է որ դադարեցրած լինի, էլ ինչ չարչարվել։ Մարդը հարություն առել փառքով, ամեն իշխանություն իրանա տրված երկնքում երկրի վրա, հորաչին ինքը բազմած է։ Չի ասում, եթե իր համար չարչարվենք, իր համար, ասում է իր հետ իր չարչարանքներին կցորդ լինենք։ Որտեղ կարող եմ ես ինքը փաստորեն չարչարվում է հիմա, ու ես ակնկալում ասված, որ ես մասնակից լինեմ այդ չարչարանքի։ Հիսուսը հիմա երկնքում փառքի մեջ ինքը չարչարանք է կրում։ Ինչպես է կրում։ Սավուղ, ինչու ես ինձ հալածում։ Պողոսը լավ գիտեր, երբ որ Հիսուսը հանդիպեց իրան Դամասկոսի ճանապարհին, որ ինքը ինչ էր անում, հալածում էր, չէ՞, եկեղեցուն։ Իմ ու քո չարչարանքը, դա իր չարչարանքն է։ Ինքը ոչ թե փառքի մեջ է ասում, գիտեք ինչ, ես փառքի մեջ եմ, մի օր դուք էլ կգաք այդ փառքի մեջ։ Չէ, ինքը մեր հետ հիմա քո եղբոր չարչարանքը, քո քրոջ չարչարանքը Հիսուսի չարչարանքն է։ Ու եթե դու մասնակից ես լինում Հիսուսի չարչարանքին, այսինքն քո եղբոր քրոջ նեղությանը, եկեղեցու նեղությանը, հա, սուրբերի նեղությանը, դու Հիսուսի չարչարանքին մասնակից ես։ Ինքը շարունակում է չարչարվել, շարունակում է նեղություն կրել, ոչ թե իրան տանջում են այնտեղ երկնքում։ Հավատացեք, հոգեկան տանջանքը ավելի ցավալի է, ավելի ցավոտ է, քան ֆիզիկականը։ Ու երբ որ խոսում են Հիսուսի չարչարանքների մասին, դա ֆիզիկականը չէ, մեկ-մեկ նկարագրում են, օ ծեծեցին իրան, օ խոցեցին իրան, օ, չգիտեմ, հարվածեցին իրան, փշեպսակ դրեցին։ Հիսուսին չէր տանջում ֆիզիկականը։ Այո, ֆիզիկականը ցավ ունի,
բայց դա չէր ահավորը։ Կա մեկ այլ ներքին տանջանք, ներքին ցավ, որ ավելի ցավոտ է։ Նրանք ովքեր կորցրել են իրանց հարազատին, գիտեն դա ինչ է։ Որ քո մտերիմին, քո հարազատին դու կորցնում ես։ Քեզ ֆիզիկապես ոչ ոք չի ծեծում, չի վնասում, բայց եթե նրանք ովքեր կորցրել են իրանց սիրելիներին, իրանց ասեք կընտրեք այդ կորստի ցավը զգաս, թե ֆիզիկական ցավ զգաս, իրանք բոլորը կուզեն ֆիզիկական ցավ, բայց չապրեն այդ կորստի ցավը, չունենան կորուստը։ Հիսուսի չարչարանքը ֆիզիկական չի, որ ինքը ապրում այնտեղ, թե իր մարմինը չարչարվում է, ինքը չարչարվում է։ Իր մարմինը նեղություն է կրում, ինքը նեղություն է կրում։ Գիտեք, որ հիմա Նիգերիայում օրական հարյուրավոր քրիստոնյաներ են սպանվում քրիստոնյա լինելու համար։ Նիգերիական կառավարությունը չի ուզում ընդունի դա, ասում է, ոչ մի խնդիր չկա, դա տենց միջցեղային են։ Ինչ միջցեղային, երբ որ բոլոր սպանվողները միայն քրիստոնյա են։ Հարյուրավորներ ամեն օր Հիսուսի համար։ Նույնը Սուդանում, նույնը Աֆղանստանում, նույնը Չինաստանում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում։ Ինչ է թվում, երբ որ Հիսուսի սուրբերը չարչարվում են, ինքը նեղ երկնքում անտարբեր է, դա իր սրտի չարչարանքն է, չէ՞։ Բայց ավելի երևի կարծում եմ Տիրոջ սրտի ցավը նրանից է, որ ոչ թե որ իր սուրբերին չարչարում են, այլ որ մյուս սուրբերը անտարբեր են։ Եվ որ քո կողքի եղբայրդ, քույրդ նեղություն է կրում, ֆիզիկական, ֆինանսական, հոգևոր, էմոցիոնալ, ու դու անտարբեր ես, ու դու փակում ես քեզ, ինչ-որ արդարացումներ ես գտնում կապ չունենալու դրա հետ, մասնակից չլինելու դրան։ Եթե իր հետ, իր չարչարանքներին կիցենք, կցորդենք, իր փառքին էլ մասնակից ենք լինելու։ Գիտեք ինչի, որտեղ այդ փառքը դա լույս ու ջերմություն չի, չգիտեմ, փառքը իր որակն է, իր հատկությունն է, իր բնությունն է։ Երբ որ դու ստեղ, ես ու դու այստեղ մասնակից ենք, կցորդ ենք իր ինչի համար ինքը չարչարվում է, մենք իր բնությանն ենք կցորդ ուրեմն։ Մենք նմանվում ենք իրան, մենք դառնում ենք իր նման։ Դա իր փառքն է, նման լինել իրան։ Հիսուսին նման լինելը դա ասած process չի, որ մի օր ինքը գա, մենք կդառնանք իր նման։ Դա մեր ամեն օրվա process-ն է, իրար համար հոգ տանելու, իրար սիրելու, իրար չարչարվելու, իրար համար աղոթելու, իրար համար նեղություն կրելու։ Երբ որ մեկը ինչ-որ մի բանի կարիք ունի, բոլորով կամ նրանք ովքեր որ ոչ ոք անտեսված չի, անտարբեր մատնված չի անտարբերության։ Աստծո փառքը տեղ է, Աստծո փառքը հրաշքներ չեն, որ մեռելները հարություն կառնեն։ Աստծո փառքը այնտեղ է, որ իր համայնքը, իր սուրբերը սրտանց սեր ունենան իրար հանդեպ, որ ոչ ոք միայնակ չլինի, անտեսված չլինի, սոված չլինի, ծառավ չլինի, մերժված չլինի։ Դա հովի գործը չի։ Այն իմաստով որ հովը պետք է վազի։ Հովը վազում է էլի։ Բայց բոլորիս սուրբերի հանդեպ սերը։ Եվ երրորդը հույսը երկնային ժառանգությանը։ Ինչպես ասացի, այդ ժառանգությունը, այդ փառքը բխում է հենց առաջի երկուսից։ Հավատքը Հիսուսի վրա եւ սերը սուրբերի հանդեպ, դա է մեր ժառանգությունը իրականում։ Դա մեզ քեզ ու ինձ մենակ է դա հետաքրքրելու իրականում մեր Հիսուսին նման լինելը եւ այն սիրո բնությունը, սիրո սիրտը, հա, որովհետեւ ամեն մարդ տարբեր սիրելու ունակություն ունի, չափ ունի, հա։ Օրինակ ես վերջերս կարդում էի մի զույգի մասին, անունները հիմա չեմ հիշի, նշել էի մոտս, բայց կորցրեցի։ 2001 թվականին Ֆիլիպիններում իրանք միսիոներ էին, գործում էին ինչ-որ մի ամուսիններ էին, գործում էին մի ցեղախմբի հետ եւ գնում են մեկ այլ կղզի իրենց ամուսնության իբր թե ապահով կղզի ինչ-որ հյուրանոց իրենց ամուսնության տարեդարձը նշելու այդ օրը հարձակվում են իսլամիստ խումբ ինչ-որ իսլամիստ խումբ հարձակվում է այդ հյուրանոցի վրա եւ մի քանի տասնյակ մարդու գերի են տանում ու մեկ տարի իրանք մնում են այդ գերության մեջ
Ոմանց սպանում են ընթացքում, ոմանց հիվանդություններից են մահանում, Ֆիլիպինների իշխանությունը փորձում է մի քանի անգամ ազատել, բայց ապարդյուն, հա, մի տարի իրանք գտնվում են այդ գերության մեջ սոված, ծառավ, մերկ, ծեծված, նեղված, հա, ոնց կվերաբերվեն իրանց դիմաց գումար են պահանջում, բայց տենց էլ չի ստացում։ Վերջի այդ ազատագրման փորձի ժամանակ, երբ որ պետական զորքը Ֆիլիպինների կառավարության զորքը փորձում ազատագրել հատուկ ջոկատայինները, այդ կրակոցների ժամանակ ամուսինը զոհվում է։ Ինքը վիրավորվում է, կինը տենց կիսամերձ տեղափոխվում է, վերջը հիմա ողջ է, մեծացում գիրք է գրել նույնիսկ դրա մասին, մեծացում է իր երեխաներին։ Իր գրքում մի հատ հատված կա, ասում սկզբում ես ատում էի այդ մեզ գողացողներին, հափշտակողներին, ոչ որ ժամանակ անց մեկ էլ սկսեցի հասկանալ, որտեղ ինձ թույլ է տվել, որ ես իմ սրտի ճանապարհը անցնեմ։ Որովհետև եթե ես չանցնեմ այս ճանապարհը, ես չեմ հասկանա ով եմ ես։ Ասում եմ ընդամենը ինչ որ ժամանակ անց մեկ այլ իմ եսին հանդիպեցի, որ ինչ էի ուզի հանդիպեի երբեք, որ ինչ գիտեի, որ ես ունեմ, ատող, դատող, մերժող, անիծող, բողոքող, ու երբ որ ես առերեսվեցի, ասում եմ իմ հետ, ես իմ հետ, ու ես հասկացա ինչքան ինքը զզվելի է, թե ինձ, որքան առավել Տիրոջը, ու ես հասկացա, որ Տեր ուզում է փոխի այդ եսը։ Դրանից հետո ասում եմ պատմություն լրիվ այլ ընթացք ստացավ։ Այդ նույն այդ հափշտակող այդ մարդիկ, այդ իսլամիստները իմ աչքին դարձան ուղղակի երեխեք, որոնք զրկված են, նեղված են իրենք, կարիք ունեն իրենք Աստծո սիրո հոգատարության, ու իրանց կյանքում չարություն կա, որ դրանի ավելի լավ բան երբևէ չեն տեսել։ Երբ որ այդ ազատագրումը կատարվում է ու ձերբակալում են այդ մեծ խմբին, ինքը այցելում է իրանց բանտում, եւ իրանց կեսը ընդունում են Տիրոջը, գալիս են Տիրոջը։ Սերը զորավոր Աստծո, ու հավատում եմ, որ այդ աստվածային ժառանգության փառքը մեր համար դա Աստծո սերն է։ Ինչ որ ես ու դու պետք է ժառանգենք, ինչ է հիմա ենք, որ գրված է Սուրբ Հոգին ուղարկվել է որպես գրավ, չէ՞։ Գրավ է ինքը, որպեսզի մենք հիմա ճաշակենք այն, ինչը հետո լիարժեք կլինի։ Գրավը ոնց որ սկզբնական վճարումն է, չէ՞։ Բայց այս սկզբնականը խոսում է, թե հետո ամբողջը ինչ է լինելու։ Եթե իմ Աստծո սերը մեր սրտերում տարածված է Սուրբ Հոգու միջոցով, եւ եթե Սուրբ Հոգին է մեզ գրավ տրվել, նշանակում է հետո ինչ որ լինելու է, լինելու է հոգու սիրո իրականությունը։ Աստծո փառքը որպես մեր ժառանգություն, դա իր հոգին է ու իր սերը։ Եթե դու ուրիշ ժառանգություն ես սպասում, կներես խիստ հիասթափվելու ես, չկա ուրիշ ժառանգություն։ Դրա համար է հոգին տրվել, որպեսզի մենք հետո վստահ լինենք դեպի ուր են գնում, դեպի ավելի մեծ կատարյալ սիրո աստվածային։ Ու եթե այստեղ չենք սովորել սիրել իրար մի համայնքի մեջ, հավատացեք չենք սովորի երկնքում սիրել ուրիշներին։ Աստված սկսում է մեր կյանքում մեր շուրջը մարդկանց դնելով, որոնք մեր նման չեն, որովհետև հեշտ է սիրել, ովքեր քեզ նման են։ Հեշտ է սիրել, ով քո հետ լավ է, ով քեզ է սիրում։ Բայց սիրել նրանց, ովքեր տարբեր են, սիրել նրանց, ովքեր նույնիսկ այնց ռուսերեն խոսք կա, раздражать են անում քեզ, հայերեն ոնց է այդ раздражать անելը։ Բորբոքելը մի հակառակ իմաստ ունի։ Նյարդայնացնում են։ Ինչ լավ է մենք հայերենի մասնագետ ունենք։ Մի ով կար ասում էր մեր եկեղեցու մի հատ քույր կար տարիքով իրանց եկեղեցում էլ ոչ թե մեր ասենք լավ Վարդուշ քույրը ասում ինքը անընդհատ
ինձ անդադ նեղում էր, ինձ անդադ ինչ որ բան էի ասում, չէ, հովիվը տենց չի, կամ ինչի է քո մեքենան ստեղ կանգնած, ինչ ես այսպես, ու մի օր այդ ծեր քույրը ննջեց, ասել որ լուր եկավ ինձ ասենց քույրը ննջել է, առաջին միտքը որ ծնվեց իմ սրտում, հալելույա, ինձ նեղացնողը գնաց, բայց ասում շատ չանցած, եւս երկուսը նմանը հայտնվեցին եկեղեցում, պաստորեն դասս ասում չէի սովորել, Տերը կրկնակի տնային աշխատանք տվեց։ Ինչու՞մ է այդ տարբերությունը։ Եթե նայենք Եփեսացիներում նույն միտքը Պողոսը մեկ այլ ձևի է նկարագրում։ Եփեսացիների 11 գլխի 13-ում ասում է, որի մասին կամ Հիսուսի մասին դուք էլ Հիսուսին հուսացիք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը, ձեր փրկության ավետարանը, որին նաև հավատալով խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք, հավատալը Հիսուսին, չէ՞։ Ուստի երբ լսեցի Տեր Հիսուսի վրա ունեցած ձեր հավատքը, 15 խոսքը շարունակում է, եւ բոլոր սուրբերի վրա ունեցած ձեր սերը, նույն միտքն է կրկնում Կողոսացիների, չէ՞։ Չեմ դադարում ձեզ համար աղոթելուց, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը, տա ձեզ Սուրբ Հոգին, որ իմաստության եւ հայտնության հոգին է իր ճանաչման մեջ, որպեսզի ձեր սրտի աչքերը լուսավորվելով իմանաք, թե ինչ է նրան ձեզ կանչելու հույսը եւ ինչ է այն ժառանգության փառքի ճոխությունը սուրբերի մեջ։ Ինչ ժառանգության, փառքի ճոխության, ինչ փորձառության մասին ասում Պողոսը։ Ինչի ասում, որ աղոթում եմ, որ ձեր աչքերը սրտերի լուսավորեն, որ ասած տա հոգին տա, որը իմաստության եւ հայտնության հոգին է, դա Սուրբ Հոգին է, ոնց որ ասած Սուրբ Հոգին տա, որ իմաստություն եւ հայտնություն ունենանք իրեն ճանաչելու իր գիտության մեջ կամ իրեն ճանաչելու մեջ, հա, որպեսզի իմանանք մեր փառքի ժառանգության ճոխությունը։ Այսինքն Պողոսը ինչը չի ասում Կողոսացիներին ասում այստեղ եւ ասում է սա, որ այդ հույսը, որ Կողոսացին ասում էր երկնքում պահված հույսի համար, պետք է հայտնությունով բացվի մեզ։ Դա ասում է Եփեսացիներին աղոթում եմ, որ Աստված տա այդ հայտնության հոգին, որ ձեր աչքերը լուսավորվեն սրտի, տեսնեք։ Իսկ ոչ թե զուտ ֆիզիկական աչքերի մասին է տեսնել, ինչ որ մարդիկ գնում են երկինք են տեսնում եւ այլն, այլ դա սրտի աչքի մասին է, դա ներսի մասին է, հա, ներսում հայտնությունով տեսնել մեր ժառանգության փառքի ճոխությունը։ Դա տրվում է Սուրբ Հոգու միջոցով։ Դրա համար Եփեսաց 5:17-ում ասում է լցվեք հոգով, հա, որ ճանաչեք Տիրոջ կամքը, կամ 18-ում ամեն ժամանակ աղոթք արեք Սուրբ Հոգիով։ Պողոսը Եփեսացիներին հատուկ շեշտ է դնում Սուրբ Հոգու փորձառության վրա։ 15-ից ավել տեղերում Եփեսացիներին համակում Սուրբ Հոգու փորձառություն մասին է խոսում։ Սուրբ Հոգիով, Սուրբ Հոգիով, Սուրբ Հոգիով։ Աղոթում եմ, որ հոգիով տա, հոգիով լցվեք, հոգով արեք, հոգով քայլեք։ Հասունության ճանապարհը, չափազության ճանապարհը Սուրբ Հոգու փորձառության ճանապարհն է։ Այդ հայտնությունը ոչ քարոզիչն է քեզ տալու, ոչ YouTube-ում ես տեսնելու։ Դա անձնական, անհատական հայտնություն է Սուրբ Հոգով Աստծո հետ, որը տրվում է միայն ու հնարավոր է անձնական հոգու աղոթքի փորձառության մեջ։ Նույն Պողոսը մի հետաքրքիր ակնարկ անում Եբրայեցիների թղթում եւ կարծես քարտերը բացի ասելու թե ինչ փորձառության մասն է խոսքը հասունության։ Եբրայեցիների 5-րդ գլխում Պողոսը խոսում է այնտեղ Մելքիսեդեկի մասին, հետո ասում է, որ շատ բան կարող եմ ասեմ, բայց ձեր լսողություններն են բթացած, որովհետեւ դուք հենց մանուկ եք։ Ու քանի որ մանուկ եք, անհմուտ եք։ Մանուկը կաթի է կարոտ, բայց կատարյալները արդեն զանազանում են, չէ՞, եւ այլն։ Ու այդ ամբողջ երբ որ բաժանել են գլուխների, կտրել են միտքը։
իրականում շարունակվում է միտքը։ Պողոսը խոսում է մանուկների եւ չափածների տարբերության մասին, կաթնակերի եւ կոշտկերակուր ուտեղների տարբերության մասին, եւ տարբերության մեջ նկարագրում է սա 6-րդ խոսքի առաջինից։ Ուստի Քրիստոսի վրա ձեր նախնական սովորույթները թողելով գնանք կատարյալին, առանց նորից հիմք դնենք մեռած գործերից ապաշխարելուն, առաստված հավատք ունենալուն, մկրտությունների վարդապետությանը, ձեռք դնելուն, մեռելների հարությանը, հավիտենական դատաստանին։ Դա ինչ որ քարոզվում այսօր, այս նյութի մեջ է, ցանց մեջ է։ Սրանց այն կողմ չի գնում, բայց հա մանկության կաթի իրականությունն է, ինչ որ Պողոս նկարագրում է։ Ասում եմ, թողենք դա գիտենք, դա եղավ, всё, գնանք առաջ, գնանք կատարյալին, չափածության գնանք։ Այսի լավ է, բայց դա մանկության նկարագիրն է։ Երբ որ շատ եք մնում այնտեղ, դուք մանուկ եք մնում։ Տարիները անցնում է ու ժամանակին նայելով նույն Պողոսը 5-րդ գլխում ասում, ժամանակին նայելով արդեն պետք է սովորեցնող լինեիք, չափած լինեիք, բայց դուք հələ պետք է կաթի կարոտ մնացիք։ Եվ սա պետք է անենք, եթե Աստված հրամայի, որտեղ անհնար է, հիմա սկսում են նկարագրել այն կատարյալին գալու իրականությունը։ Ինչն է կատարյալը, որ կատարյալին գնանք, որն ավելի չափածության, լիարժեքության, Աստծո լիարժեք կատարյալ փորձառության իրականությունը։ Որտեղ անհնարին է, նրանք որ լուսավորվել են, որոնք երկնավոր պարգևից համ են առել եւ Սուրբ Հոգուն հաղորդակից են եղել, Աստծո բարի խոսքին եւ գալի աշխարհի զորությանը համը առել են, եթե ընկնեն նորից ապաշխարությունը նորոգվել։ Սրանք կարծես Պողոս ասի, եթե դուք ապաշխարության կարիք ունեք, քանի դեռ այս ամենի մեջ չեք մտել։ Քանի որ սա չունեք Սուրբ Հոգու հաղորդ լինելը, չունեք Աստծո բարի խոսքը, գիտեք բարի խոսք բառը այստեղ ռեմա բառն է, որը նշանակում է մարգարեական խոսքը, հայտնված խոսքը։ Երբ որ Պողոսը խոսում է բանի մասին, սուրբ գրքերի մասին, գրված խոսքի, լոգոս բառն է օգտագործում, երբ որ խոսում է հայտնված մարգարեական խոսքի մասին, ռեման է օգտագործում։ Այստեղ օգտագործում է ռեման, որից հասկանում ենք դա Աստծո մարգարեական խոսքի դրսևորումն է։ Մարգարեական հայտնությունը, ոչ թե զուտ գրվածքները, որ գիտենք։ Լուսավորվածներ, երկնավոր պարգևի համառան։ Սա չի ասում պարգևներ ունենալու մասին, սա Սուրբ Հոգու պարգևները գործելը չի։ Սա մեկ այլ երկնային պարգև է։ Գուցե հենց սիրո պարգևն է։ Ու եթե պարգև է, ինքը տրվում է առանձին։ Նայեք, սա արդեն փրկվածներն են։ Այսինքն սա փրկությունը չի, որ ինքը պարգև է ստանում։ Ինքը որպես փրկված մեկ այլ բան է ստանում։ Մենք պարգևները ստացել ենք Քրիստոսի մեջ հավիտենական դարերից առաջ։ Սա այլ պարգև է, սա այլ փորձառություն է, նոր եւ տարբեր է քո նախորդ ունեցածներից։ Ինչ որ դու Քրիստոսի մեջ ստացար միանգամից։ Եվ որ դու ապաշխարեցիր, դու դարձար Հիսուսինը, դու միանգամից լիքը բաներ հայտնաբերեցիր, ստացար քո կյանքում, որոնք քեզ տրվել էին։ Սա մեկ այլ բան է, նոր փորձառություն է, տարբեր այն եղածից։ Հոգուն հաղորդ լինելը։ Այդ բոլոր ապաշխարածները հաղորդ են հոգուն, բայց մեկ այլ հաղորդության մասին է խոսքը, մեկ այլ մտերմության, մեկ այլ դրսևորման, հոգու փորձառության։ Գալի աշխարհի զորությունների, գալի աշխարհի զորություն։ Ինչպիսին է գալիք աշխարհի զորությունը։ Ինչն է գալիք աշխարհի զորությունը։ Հա, գալիք աշխարհում մահ չի լինի, հիվանդություն չի լինի, ցավ չի լինի, սով չի լինի, չէ՞։ Բայց ամենաառավելը, ամենակարևորը Աստված կլինի ամեն բանի մեջ։ Դրա համար, քանի որ Աստված կլինի ամեն բանի մեջ, չի լինի մահ, չի լինի սով, չի լինի հիվանդություն, չի լինի ցավ, չի լինի տառապանք։ Ոչ նյութական, ոչ թանձրացական եւ ոչ թանձրացական, ոչ նյութական, ոչ էմոցիոնալ, ոչ այլ։ Նշանակում է նրանք, ովքեր այդ գալիք աշխարհի համը առնում են հիմա, առնում են այդ Աստված ամեն բանի մեջ իրականության համը։ Իրանց համար Աստված է դառնում ամեն բանի մեջ, ամեն իրականության մեջ։ Նայեք, որ մեկը մանուկ է,
ինք ունի եկեղեցու կյանք, ունի իր անձնական կյանք։ Իր կարիերան ունի, իր ընկերություն ունի, իր շփում ունի, բայց նրանք ովքեր Աստծո համը առնում են, ամեն ինչում ուզում են տեսնել իրան։ Ասում են, Տեր, ես ուզում եմ այն ընկերները, որոնք դու ես ուզում։ Ես ուզում եմ այն աշխատանքը, որ դու ես ուզում։ Ես ուզում եմ այն երկիրը, որ դու ես ուզում։ Այսինքն իրանց համար կարևորը ոչ թե ես ինչ եմ ուզում, այլ Աստված ինչ է ուզում։ Աստված լինի ամեն բանի մեջ իմ կյանքում։ Ու էական չի, որ ուրիշներին դա անհասկանալի է, նույնիսկ կարող ծաղրեն, մեղադրեն, ասեն ինչ անխելք է, այս հնարավորություն չի օգտագործում, են շատ միշտ էլ եղել է այդպես։ Հիսուսին եկան տանային թագավոր դարձնեին, հիշում եք։ Բայց ինքը գիտեր որտեղ է Աստված իր կյանքում։ Ու ինքը գնում էր այնտեղ, որտեղ Աստված է, անում էր ինչ որ Աստված է, խոսում էր ինչ որ Աստված է։ Սա միայն հնարավոր է, այդ դրանք ոնց որ նաև աշճաններ են, լուսավորված, պարգևի համառած, Սուրբ Հոգուն հաղորդ, մարգարեական խոսքի, հա, այդ Աստծո բարի խոսքի, բարի մարգարեական խոսքի, այն հորդորող, բարձրացնող, հաստատող, հա, որտեվ կա այլ խոսքը, ջարդող, կոտրող, ոչնչացնող, նսեմացնող, բայց դա Աստծունը չի։ Եվ դրա հետ գալիք աշխարհի զորության համառնել։ Սա ճանապարհն է չափահասության։ Սա ֆոկուսն է, հա, սա նպատակն է։ Մնալ այս այն վարդապետության մեջ, այս, չգիտեմ, հավատք քարոզել, ինչքան այսօր հավատք։ Ոնց ասում եմ, թողենք այդ։ Այդ մանուկ ժամանակ լավ է, բայց եկեք ավելի լուրջ տեղ գնանք, ավելի խորը։ Դուք ընկել եք դրան, որտեղ այս բաների մեջ եք։ Անհնար է ընկնել ու ապաշխարությունով նորոգվել, եթե դու այս բաների մեջ ես։ Դու արդեն ես հոգևոր, սրանք բոլոր հոգևոր փորձառություններ են, նայեք։ Նրանք բոլորը հնարավոր է ուսուցումներով, վարդապետություններով, սովորեցնել, ձեռնադրություն, առաջնորդություն, չգիտեմ, բոլորը հնարավոր է սովորեցնել։ Բայց սրանք հոգևոր փորձառություններ, որոնք հնարավոր չի, ոչ մեկ քեզ չի կարող փոխանցել։ Սա քո Աստծո մեջ է լինում միայն, քո Աստծո հետ է լինում, հոգու միջոցով, հոգու հաղորդությամբ։ Դա որ Պողոսը Եփեսացիներին շեշտը հոգին է դնում, հոգին տա, հոգին անի, հոգին առաջնորդի։ Դա որ վերջացնում է հոգով աղոթեք անդադար եւ սրան հետևեք կատարյալ հարատևությամբ, հսկեք ասում։ Ուզում ես ապրես գալիք աշխարհի զորությունը, գրավը տրվել է, Սուրբ Հոգին տրվել է։ Իմ ու քո խնդիրն է արդեն օգտագործել իրան։ Գիտեք ինչ է խնդիրը, որ այսօր եկեղեցիները ավելի շատ շեշտ են դնում ամեն ինչի վրա, բացի հոգով աղոթքի վրայից։ Եթե ասենք, չգիտեմ, ինչ որ միջոցառում է հետաքրիր, ավելի ֆիլմ ենք նայելու, ավելի շատ մարդ կհավաքվի, քան եթե աղոթելու ենք։ Աղոթքը դարձել է եկեղեցու մի օղակը։ Գիտեք, առաջի դարի եկեղեցում ծառայությունը հենց աղոթքն էր։ Աղոթքներ, համար երբ որ ինչ-որ բաներ էր կատարվում, 4 գլխում կարծում ենք, որ աղոթեցին, երկաշարժ եղավ, շարժվեց, չէ, Աստված խոսեց եւ այլն, ոչ ոք չզարմացավ, չվախեցավ, որովհետեւ քան բնական էր աղոթքի մեջ Աստծո ներկայությունը ապրելը, վերապրելը։ Այսօր չես մի հանդիպման էին, կարևոր հարց պետք է քննարկվեր, լուրջ, տենց ծառայող հոգևոր մարդիկ են։ Որ սկսել են մի անգամից, ասում մի րոպե, եք աղոթենք։ Հետո Տիրոջը չենք հրավիրել, չենք բերել, մեր միտքը չենք դրել իր հետ, այս խնդիրը վրա ինչ ենք քննարկում։ Աղոթքը դարձել է ինչ-որ ոչ էական, վերջում մի կես բերանք աղոթենք կպրծնենք։ Եկեղեցին միշտ զորավոր է եղել, որտեղ աղոթել է։ Եկեղեցին միշտ տեսել է երկինքը, որտեղ աղոթել է։ Այսօր աղոթքը ամենաքիչ, ամենապակաս, անտեսված իրականությունն է, համար եկեղեցին թույլ է, տկար է, չունի երկնքի ընկալումը, չունի երկրային պարգևի համը, չունի գալիք աշխարհի զորությունը, որ աշխարհը մեզ նայի, ասի սրանք ուրիշ աշխարհի մարդիկ են, ուրիշ իրականություն կա իրանց մեջ, որտեղ աղոթքը չկա։ Ես եմ աղոթենք հիմա, որտեղ գալիք փուլը եկեղեցու աղոթքի փուլն ալնելու, երկնքի համը առնելու, երկնային պարգևի համը առնելու, գալիք աշխարհի զորության համը առնելու,
Աստծո բարի խոսքի մարգարեական հայտնության ժամանակը։ Եթե չկա հոգու աղոթքը, հոգու ներկայությունը, սրանց ոչ մեկը չի լինի։ Դրանք հոգևոր փորձառություններ են հոգու միջոցով հոգու մեջ։ Այս հավատամ ասած իզուր չի մեզ տվել այս խոսքը։ Որովհետև մեզ ուզում է տանի այդ նոր փորձառությունների մեջ, նոր իրականության մեջ, գերբնականի մեջ։ Դա տարօրինակ բան չի։ Դա իրականում ավելի շատ սիրո իրականությունն է։ Ավելի ստապ լինելու Աստծուն ռեալ ճանաչելու իրականությունն է։ Ուզում կանգնենք միասին Տիրոջ առաջ։